Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, սկսում ենք դեկտեմբերի 22-ի գործակարգավարական խորհրդակցությունը եւ սկսում ենք Վեոլաջրից։ Խնդրում։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 120, կատարողական 100%, գրանցված գոյագծի վթարների քանակը թվով 500, վերացված 465, կատարողական 93%, վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 862 քառակուսի մետր, վերականգնված 788 քառակուսի մետր, իրականացված պլանային ջրանջատումների քանակը թվով 1, վթարային ջրանջատումների քանակը թվով 25, հիմնանորոգված դիտավորի քանակը 3, մաքրված անձրևատար դիտավորի քանակը 167, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, դեկտեմբերի 12-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի են ունեցել թվով 11 վթարային գազանջատումներ, վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են եւ վերականգնվել են գազասպառողների գազամատակարարումը, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումների քանակը 51-ն են, պլանային 87, քանդված ասֆալտբետոնե ծածկույթ 55, վերականգնված 57 քառակուսի մետր, շնորհակալություն այսքանը։ Շնորհակալ եմ, Երկաղլույս։ Հարգելի պարոն քաղաքապետ, ունեցել են 126 վթար, ինչ վերականգնվել է 100%-ով, քաղաքում փոխարինվել են ընդհանրաշրջան 274 լուսատու։ Տեղեկացնում եմ նաև, որ Արաբքի վարչական շրջանի Արագության փողոց 2-րդ հատվածում կառուցել ենք նոր արտաքին լուսավորության ցանց։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, աղբանություն։ Պարոն քաղաքապետ, մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել են ընդհանուր թվով 11519 աղբամանների սպասարկում, որոնցից ցերեկային հերթափոխի ընթացքում 3119, գիշերային հերթափոխի ընթացքում 2848, միաժամանակ եւ ցերեկը եւ գիշերը սպասարկել ենք 5302 աղբաման, օրը 4 անգամ սպասարկվել է 38 աղբաման, ըստ անհրաժեշտության սպասարկվել է 212 աղբաման։ Ամենօրյա սպասարկման գրաֆիկով վարձակալական հիմունքով տրամադրված աղբամանների ընդհանուր թիվը կազմում է 184։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացել են 324 անմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 93%-ը։ Մնացած 7% աշխատակիցներ գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ, ինչպես նաեւ այս պահի դրությամբ առկա է հավաքարարի թափուր 18 հաստիկ։ Ամենօրյա գրաֆիկով կատարվել է փողոցների փոշեկուլ մեքենաներով մաքրման աշխատանքներ, մեծ փոշեկուլ մեքենաներով մաքրվել է 210 կիլոմետր տարածք, իսկ կերշե փոշեկուլ մեքենաներով 273 կիլոմետր տարածք։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից հեռախոսահամարին ստացվել է 51 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 89 հայտ, որից 31-ը գտնվում է ընթացիկ, իսկ 58-ը կատարված կարգավիճակում։ Նշեմ, որ Վեոլաջուր ընկերության կողմից Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում գտնվող 108 դիտահորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Արայան, դուք էլ երևի ձնամաքրման պատրաստական աշխատանքների մասին ասեք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։ Այս տարվա համար եւս դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների համար կազմվել է ձմռան ամիսներին ձանմաքրման, սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը, միջոցառումների ցանկը։ Իրազեկված են բոլոր պատասխանատու կառույցները, վարչական շրջանների ղեկավարների հետ կայացել է խորհրդակցություն, մանրամասն քննարկել ենք աշխատանքների սխեման, ժամանակացույցը գործողությունների, համաձայնեցված բոլոր կառույցների հետ։ Ռեսուրսների բաշխումն է իրականացվել, այս պահի դրությամբ, պարոն քաղաքապետ, ներգրաված 241 միավոր տեխնիկա տարբեր տրամաչափերի գործողությունների համար նախատեսված, որից 216-ը ԵԱՍՄ հիմնարկի տարբեր տրամաչափերի տեխնիկան է, 25-ը կանաչապատում հողակի։ Մարդկային ռեսուրսներից 614 բանվորական ուժ, որից 399-ը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն են, 275-ը կանաչապատման։ Այս ռեսուրսների բաշխման մասին եւս իրազեկված են վարչական շրջանների ղեկավարները։ Տեղում աշխատանքների կազմակերպման վերահսկման ողջ պատասխանատվությունն իրականացնում է վարչական շրջանի ղեկավարը
Երթուղիների ցանցի եւ ժամանակացույցի պահպանման պատասխանատուն ԵԱՍՄ հիմնարկն է, ողջ հսկողությունը մայրաքաղաքում կիրականացվեն իմ կողմից, պարոն Կարոյանի հետ, կոմունալ տնտեսության վարչության հետ։ Պարոն քաղաքապետ, այս պահի դրությամբ արկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, բավարար չափով կուտակված են նաև Նոր-Նորք, Արաբկիր 2 կետում եւ Շենգավիթ 1 կետում համապատասխան աղ ու ավազի խառնուրդը։ Առաջի խմբականակը անհրաժեշտ պատրաստ է, լրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ եւ ավազ։ Այս հարցը եւս այս պահի դրությամբ անհրաժեշտ ռեսուրսի չափականակով պատրաստ է։ Պարոն քաղաքապետ, մենք ունեցել ենք միշտ քրոնիկ մի խնդիր։ Դա Երևանի ավականու 2009 թվականի պարտադիր բարեկարգման կանոնների մասին ավականու որոշման կանոնների պահպանումն է, տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից, այն է, որ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը, մայթեր, հարակից տարածքներ։ Եվ մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար։ Մտահոգությունս այն է, պարոն քաղաքապետ, որ այս պահի դրությամբ նախնական վարչական շրջաններից վերցած ինֆորմացիայի համաձայն 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4156-ը։ Այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը եւ Նոր Քմարաշը 85-ից 80-ին։ Մնացածի մոտ գրեթե կիսով չափ ծանուցումները իրականացված չեն։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանուցեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը, բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Ամբողջովին պատրաստ լինող ռեսուրսները, պարոն քաղաքապետ, խնդրում եմ ձեր խիստ հանձնարարականը այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Արյան, վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, խնդրում եմ մինչև տարվա վերջ ավարտին հասցնել բոլոր ծանոթությունները եւ նաեւ պարոն Արյանի բարձրաձայնած հարցի նկատմամբ հատուկ ուշադրություն, այսինքն լվացման կետերը, որոնք որ ոչ այնքան պարտաճանաչ են։ Խնդրում եմ նրանց նկատմամբ հսկողություն։ Շնորհակալ եմ, Երևանի ավտոբուս։